Եվ հիմա Հայաստանի Հանրապետությունում առհասարակ քաղաքական բանտարկյալների հարցը շատ սուր է։ Տասնյակ քաղաքական բանտարկյալներ ունենք տարբեր քաղաքական թիմերից, ընդդիմադիր, հենց նաև ուժեղ Հայաստանից, եւ մեր զրույցը ցանկանում ենք սկսել հենց քաղաքական բանտարկյալների թեմայով։ Ինչ պետք է անի ընդդիմությունը ըստ քեզ, որպեսզի օր առաջ կարողանանք հասնել Հայաստանում քաղաքական բանտարկյալների ազատ արձակմանը։ Նախ ուզում եմ ողջունել իմ ընկեր քաղբանտարկյալներին եւ ցանկանալ ազատություն ամենքը իր ձևաչափի մեջ եւ տնային կալանքի տակ գտնվողներին եւ բանտային ռեժիմում գտնվողներին։ Քաղբանտարկյալների ցավոտ թեման մեր երկրի վերջին տարիների ամենաակտուալ, ամենաշատ խոսացվող, բայց ամենապայքարի, ամենաարդյունավետ եղանակը ընտրված այդ թեմաներից մեկն է։ Ես անկեղծ ասած կարծում եմ, որ ուղղակի ինչքան հնարավոր է պիտի դրա մասին խոսվի, պիտի դրա մասին թմբկահարվի եւ որևէ կերպ լռության չմատնվի, որովհետեւ երբ որ օրինակ ես էի երկարատև քաղաքական բանտարկության մեջ, երբ որ քո մասին չեն խոսում, թվում է թե քեզ մոռացել են։ Երբ որ քո մասին խոսում են, անկախ նրանից դու այդ պահին ինչ շանս ունես այդ խոսակցություններից օգտվելու լավ առումով կամ չօգտվելու, միևնույնն է, դա աջակցություն է, դա հոգեբանական մեծ աջակցություն է քո մասին մեկ անգամ եւս լսելու այդ եւ նաեւ ընկերների համակիրների ու նաեւ այլ քաղաքական թիմերի կողմից դրա մասին խոսելու ընթացքում ինչ պիտի արվի։ Ես կարծում եմ, որ քանի որ քաղաքական բանտարկյալությունը որպես թերություն կամ չգիտեմ մինուս նշվում է ոչ մեզ անհայտ աշխարհաքաղաքական կենտրոնի կողմից, ուստի արևմտյան կենտրոններին, անկախ նրանից մեզ հիմա լսում են, աշխարհաքաղաքական իրենց շահերը համընկնում են, քաղաքական այս մանևրների ընթացքում ինչ դիրքավորում ունեն, ամեն դեպքում մենք պիտի կարողանանք ցանկացած միջոցով, մեթոդով այդ ձայնը հասցնել քաղբանտարկյալների բոլորի թեմաներով անընդհատ աղաղակել, խոսել, որովհետև ել եմ ասում միևնույնն է ինչքան երկար խոսենք այդ ձայնը տեղ է հասնելու այդ միջոցով ու նաև իշխանություններին որոշակի նաև չգիտեմ ինչ շանսեր որ մեր ձեռքում կհայտնվեն այդ շանսերը օգտագործելով իշխանություններին ստիպել որ առաջ իր այդ քաղաքականությունը փոխի։ Ես համաձայն եմ որպես նախին քաղաքականավոր ասեմ, երբ որ տարապես քաղաքականավորների պաշտպանության երկու ձև կա, դա իրավական է չհաշվենք, որտեղ փաստաբանները բոլոր ժամանակներում ու հատկապես հիմա կան շատ պրոֆեսիոնալ փաստաբաններ, իմիջիայլոց բոլոր մեր ընկերներին ողջունենք, փաստաբան, որոնք երևի պայքարի առաջնագծում են։ Իդեպ այդ համայնքը ցանկացած պայքարի, որովհետև մեր բանտարկյալները փոխվում են, բայց փաստաբանները ԶԼՄ-ները եւ փաստաբանները դարձել են մեր հանրային կյանքի, քաղաքական կյանքի ամենակարևոր օղակները։ Հիմա եւ ներողություն ընդհատելու համար մի բան էլ նշեմ, նույնը ձեր նշած համայնքները շատ դեպքերում անում են այն գործառույթը նաեւ, որ պետք է ավելի ակտիվ քաղաքական ընդդիմություն։ Այո։ Տեսեք, ես որպես նախին քաղաքականավոր երկու գործոն կնշեմ։ Մեկը ակտիվ փողոցն է, երբ որ որ մենք նստած ենք, Արգելի մամիկոն, քո ասածները, ոնց որ բանտերի, պատերի տակ ժողովրդի ձեն լսենք, որը ահավոր ոգևորիչ է, որտեվ դու քեզ շատ ուժեղ ու մոտիվացված ես զգում, նույնիսկ այդ կալանք միայնակ չես գալի։ Այո։ Եվ երկրորդը միջազգային ճնշումն է։ Էլի նախկինում դա շատ արդյունավետ աշխատում էր, իշխանության օրովարև չէին տալիս, հենց ասենք։ Որովհետև ունենալով իրենց նպատակ լրիվ այլ որակ է եւ իշխանության եւ արևմտյան այդ այսպես ասած մարդու ազատությունների։ Հիմա այս երկու գործոնները ցավոք սրտի թույլ են։ Բայց իմ մոտ մի հատ հույս կա, ամեն դեպքում եկեք մի փաստ ընդունենք որպես իրողություն, գործող խորհրդարանում ընդդիմության ներկայությունը ավելի շատ է համամասնության տեսակետից, քան
հին խորհրդարանում անցած գումարման եւ ես հույս ունեմ կամ դուք դրա հեռանկարը ոնց եք տենում ավելի շուտ, որ տեսեք, մենք մի հատ թերություն ունենք, որի մասին անկեղծորեն պիտի խոսանք։ Քաղաքականավորներին նույնիսկ ընդդիմադիր տարբեր սեգմենտներ մենոնց ձերոնց են բաժանում։ Տես բան կա էլի, ինչքան էլ որ այդ մասին Եվ չկա համակարգված դիմադրություն։ Ինձ թվում է դա կամած, այդ ձեր ասածը կամած ներծծվում է հանրային լայն շերտերի քաղաքական շերտերի մեջ, թե ես դա նկատում եմ, անկեղծ ասած նկատում եմ, որ այդ մեր ու ձերի բաժանելու process-ը կամած ոնց որ ներծծվում է, այսինքն տարբերակումները, այո, շանս ունենք ընդդիմադիր երկու խմբակցություններին, որտեղ ամեն դեպքում խմբակցությունների դերը ստեղ շատ կարևոր է։ Հիմա տեսեք, մեզ երբ որ մենք գնում ենք խորհրդարան կամ ընտրություններից հետո այդ դեբատները հանրային դիրույթում կային, չէ՞, մանդատ վերցնել, չվերցնել եւ այլ եւ այլ։ Հիմա երբ որ մենք արդեն որոշել ենք վերցնել ու նաեւ ստանձնել խորհրդարանական մեզ հասանելիք սահմանադրությամբ օրենքներով այդ պաշտոնները, հանձնաժողովներ եւ այլ եւ այլ։ Դրանք երկու շատ կարևոր հանձնաժողով կներես, որը կապված է քաղաքականավորների հետ։ Դե հա, մարդու իրավունք։ Ընդդիմությանն է, մեկը Եվրային ինտեգրման հանձնաժողով, մեկը մարդու իրավունքները։ Այդ խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակները, տեղում գտնվող դիվանագիտական ներկայացություններին, Եվրոմիության դեսպանությանը, ներկայացուցչությանը անընդհատ պիտի այդ թեմաներով տակ պահել, ակտուալ պահել, որովհետև այնպես չի, որ այս աշխարհը հենց բաղկացած է զուտ քաղաքական շահերի սպասարկումից կամ միջազգային իրենց մոտ ընդդիմությունը կա, այո, հա, բացի այդ էլ մենք տեսել ենք, որ տարբեր աշխարհաքաղաքական տուրբուլենտությունների կամ փոփոխությունների ժամանակաշրջանում այդ քեյսերը մեյդան են գալիս, այսպես ասած, կներեք բառի համար, հետեւաբար դա պետք չի թողել ու մտածել, որ կգան լավ ժամանակներ, նոր կսկսենք ինչ-որ դրանով զբաղվել։ Արևմուտքի շատ երկրների խորհրդարաններում մենք կարող ենք գտնել դաշնակիցներ։ Այո, այո։ Ես ավելին ասեմ, այդ բանը տիկնոջը կամ մյուս եվրո հանձնակատարները պիտի օր ու արև չտան, որտեղ եթե գործադիր մարմինները Եվրամիության կաշկանդված են աշխարհաքաղաքական շահերով, Եվրախորհրդանի падգամավորները ավելի քիչ են կաշկանդված։ Ես ավելին ասեմ, կենտրոնամետ դեմոկրատների կուսակցություն էր կարծեմ, եվրոպական կենտրոնամետ դեմոկրատներ, որ օրինակ հայտարարություն էր տարածել ՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ԵԺԿ-ն էր, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը։ Իդեպ նախորդ օրերին խորհրդարանում չեմ հիշում իշխանության ներկայացուցիչներից, ով էր իշխանական падգամավորներից, ելույթի ժամանակ շեշտեց, որ որևէ մեկի նկատմամբ միջազգային ճանաչում չկա, հետեւաբար մենք չունենք, կոնկրետ իմ նկատմամբ էլ կա, Արմեն Աշոտյանի նկատմամբ էլ կա, Ծառուկյանի մասով էլ դա դուք եք ասում կլինի, կա իմ վերաբերյալ ԱՄՆ-ի պետդեպի տարեկան զեկույցի մեջ կա, Վանաձորի ընտրություններին վերաբերող մարդու իրավունքների պաշտպանի կա, այդ Freedom House, վերջը կա, իմ վերաբերյալ էլ կա, Արմեն Աշոտյանի վերաբերյալ էլ կա, հետեւաբար ուղղակի քանի որ խորհրդարանում ընթացակարգերն ու վարման կարգերը այն կարգի են, որ դու չես կարող միանգամից արձագանքել ու պատասխանել կամ եթե տեղից ես պատասխանում եւ նույն այդ ձայնը չի լսվում, կան, ու կլինեն բոլորի վերաբերյալ։ Իր հայտնի բանաձևով 5 սկզբունք է չափանիշ է, ուրեմն սահմանել քաղաքբանտարկյալի որոշման։ Իհարկե, դրանից որևէ մեկի համընկնումը նույնիսկ։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ Հայաստանում բոլոր դեպքերում այդ համընկնումները շատ է։